Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, այսօր մենք կսովորենք բազմապատկում գործողությունը։ Մենք արդեն գիտենք գումարումը և հանումը և սկսում ենք նոր գործողություն, բազմապատկում։ Բազմապատկել նշանակում է մի քանի անգամ կրկնել։ Միատեսակ գումարելիների գումարը կոչվում է բազմապատկում կամ արտադրյալ։ Տեսեք երեխաներ, ուլունքների օրինակով կազմում ենք միատեսակ գումարելիների գումար, հետո փոխարինում արտադրյալով։ Հաշվում ենք 1, 2, 3, 4, յուրաքանչյուր տողում կա 4 ուլունք, հաշվում ենք քանի տող է 1, 2, 3, 4, սա նշանակում է, որ 4 հատ 4 գումարելի պիտի գրենք, 4-ը կրկնում ենք 4 անգամ, 1, 2, 3, 4, 4 հատ 4 ենք գումարում և առաջին թիվը, որը բազմապատկման նշանից առաջ է գրվում, ցույց է տալիս, թե քանի հատ է միատեսակ գումարելին։ Նայում ենք, որն է միատեսակ գումարելին, 4-ը։ Կրկնում ենք, քանի անգամ է 4-ը կրկնվել, 1, 2, 3, 4։ Սկզբում գրում ենք, քանի անգամ է կրկնվել, 4 անգամ, և որ գումարելին, 4-ը։ Անգամ գործողությունը, բազմապատկում գործողությունը փոքրիկ կետիկ է, որը դրվում է վանդակի ուղիղ մեջտեղում, 4 անգամ 4, հետո գումարում ենք 4 հատ 4-ը, ստանում ենք 16, նշանակում է 4 անգամ 4-ը հավասար է 16-ի։ Քանի որ այստեղ առաջին և երկրորդ, հետո կսովորեք, որ սրանք կոչվում են արտադրիչներ, նույնն են, մի քիչ դժվար կլինի հասկանալ, հիմա երկրորդ օրինակով ավելի պարզ կլինի։ Նայում ենք, որն է միատեսակ գումարելին, 1, 2, 3, 3-ն է միատեսակ գումարելին, քանի հատ 3 ենք գումարելու, 1, 2, 3, 4, 5, 6, 6 հատ 3 ենք գումարում, 6 հատ 3 գումարեցինք, հիմա նայում ենք, քանի հատ էին 3-ները երեխաներ, 6, ուրեմն առաջինը գրում ենք 6-ը, անգամ, սա միատեսակ գումարելիների գումարը փոխարինող գործողությունն է, որը կոչվում է արտադրյալ, բազմապատկում անգամ, 6 անգամ, որ գումարելին է կրկնվողը, 3-ը, 6 անգամ 3 հավասար է 18, քանի որ մենք 6 հատ 3-ը գումարել ենք և ստացել ենք 18։ Մյուս օրինակում, նորից միատեսակ գումարելին 3-ն է, հաշվենք, քանի հատ 3 ենք գումարելու, 1, 2, 3, 4, 4 հատ 3 ենք գումարում, փոխարինում ենք արտադրյալով, 4 հատ 3, 4 անգամ 3 հավասար է 12-ի։ Նայում ենք առաջադրանք 60-ին, յուրաքանչյուր խմբին համապատասխան կազմում ենք արտահայտություն և հաշվում արժեքները։ Երեկական բաժակներ են տրված և 5 խումբ է, այսինքն միատեսակ գումարելին 3-ն է, որը կրկնված է 1, 2, 3, 4, 5 անգամ, 5 հատ 3 ենք գումարում և արտադրյալի տեսքով ներկայացնելիս կլինի 5 անգամ 3, որը նշանակում է 5 հատ 3, հավասար է 15-ի։ Նույնը բալերով ենք նայում, միատեսակ գումարելին 2-ն է, կա 3 հատ 2, 2 գումարած 2 գումարած 2 հավասար է 6-ի։ Արտադրյալով փոխարինելու դեպքում լինում է 3 հատ 2, 3 անգամ 2 հավասար է 6-ի։ Անցնենք հաջորդ էջին։ Հայկական դրամներն են, մետաղադրամներով նույնպես կարելի է կազմել արտադրյալ։ Տեսեք, որն է միատեսակ գումարելին, 10-ը, 10 դրամանոց է, քանի հատ 10 դրամանոց կա, 5 հատ, այսինքն 5 հատ 10-ը, 5 անգամ 10-ը հավասար է 50-ի։ 20 դրամանոցները 4 հատ 20 հավասար է 80-ի։ Հիմա նայում եք ճուտիկներին, յուրաքանչյուր խմբում կա 2 ճուտիկ, իսկ քանի խումբ է, 4 խումբ, այսինքն 2-ը 4 անգամ է կրկնվել, 4 հատ 2-ը հավասար է 8-ի։ Լուծում ենք խնդիր 61-ը։ Նկարից իմացիր, թե քանի ոտք ունի 1 բզեզը, այդ տվյալով հաշվիր, թե քանի ոտք ունի 5 բզեզը։ Նայում ենք այս բզեզին, բեղիկները չենք խառնում, հաշվում ենք տոտիկները, տեսնում ենք, որ 6 տոտիկ ունի կամ 6 ոտք, 1 բզեզ ունի 6 ոտք, մենք պետք է իմանանք 5 բզեզի ոտքերի քանակը, այսինքն 6-ը պետք է կրկնել 5 անգամ, քանի որ 5 բզեզ է, 5 հատ 6, 5 անգամ 6, որը հավասար է 30-ի, պատասխան 30 ոտք։ 62-ը սյունագացև գումարում և հանում է, որը պետք է կրկնեք և վերհիշեք չմոռանալու համար, 63 առաջադրանքն էլ պետք է անհայտ բաղադրիչը գտնենք։ Հիշենք, անհայտ գումարելին գտնելու համար
Գումարից հանում ենք հայտնի գումարելին։ Կողքը կատարում ենք ստուգումը նույնպես սյունակաձև։ Անհայտ հանելին գտնելու համար նվազելուց հանում ենք տարբերությունը։ Նույնպես ստուգումը կատարում ենք կողքից։ Իսկ անհայտ նվազելին գտնելու համար հիշենք միակ դեպքն է, որ մենք գումարման գործողություն ենք կատարում։ Տարբերությանը գումարում ենք հանելին։ Ստուգման ժամանակ ստացած արդյունքը գրում ենք վերևում 89-ից հանած 44 հավասար է 45-ի։ Երբ անհայտ բաղադրիչները գտնելու վերաբերյալ արտահայտությունները գրում վերջացնում ենք, անցնում ենք հաջորդ առաջադրանքին։ Առաջադրանք 66։ Պետք է պարզենք, թե որ թիվն է փոխարինում յուրաքանչյուր պատկերին եւ կազմենք հավասարություն։ Երկու սրտիկներ, այսինքն սրտիկները միատեսակ գումարելիներ են։ Գումարելիս ստացվել է 16։ Գտնում ենք այն գումարելին, որը երկու անգամ գումարելիս ստացվում է 16։ Մենք տեսնում ենք, որ դա 8-ն է։ 8 գումարած 8 հավասար է 16, այսինքն սրտիկը 8-ն է։ Քառակուսին ենք նայում 3 հատ նույն թիվը գումարելիս ստացել ենք 24։ Արդեն 16 ունենք, հեշտությամբ 1 8-նել ենք գումարում, ստանում ենք 24։ 3 հատ 8-երի գումարը 24 է։ Քառակուսին համապատասխանում է նորից 8-ին։ 5 հատ շրջանակ, այսինքն 5 հատ միատեսակ գումարելիս ստացվել է 25 եւ այդ թիվը 5-ն է։ 5 հատ 5-երը գումարելով ստանում ենք 25։ Նույն ձևով կատարում ենք նաեւ հաջորդը։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։